Բարի օր, Ամեկ Պլյուսի եթերում քո աչքերով հավելվածն է։ Մեր մասնակիցները շարունակում են ակտիվություն ցուցաբերել, նրանցից յուրաքանչյուրն արդեն դարձել է մեր հավատարիմ հանրային թղթակիցը։ Ոչ մի յուրօրինակ ու հետաքրքիր իրավիճակ չի վրիպում նրանց աչքերից։ Այսպիսով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մարդկանց լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ներբեռնելով մեր էջ, նրանք մասնակցում են նաև ամենամսյա մրցույթին։ Ֆոտոպատմությունը սկսենք Արո անունով մասնակցի լուսանկարներով։ Նա սիրում է գնալ արշավների, այս անգամ էլ հայտնվել է ակնալճում եւ ահա արդյունքը՝ հրաշալի լուսանկարներ։ Հետդարձի ճանապարհին նա լուսանկարել է այս կենդանիներին մայրական սեր եւ իր արկածային օրվա ճանապարհը։ Նա անտարբեր չէ նաև մոտոսպորտի նկատմամբ։ Վերջերս Հայաստան ժամանած հայտնի Քրիս Փայֆերը չի վրիպել նրա տեսախցիկից եւս։ Եվ Արոյի լուսանկարների շարքը եզրափակենք երկնքի ու մեր դրոշի միաձուլմամբ գեղեցիկ համադրություն կադրի տեսքով։ Այժմ հերթը մեկ այլ ակտիվ մասնակցինն է, Ռոմանն է ներկայանում իր ֆոտոշարքով Ենոքավանքի միանգամից մի քանի ֆանտաստիկ լուսանկարներ եւ խաչքար պատկերող այս լուսանկարը։ Չգիտես թե որտեղ Ռոմանը ֆիքսել է այս կավե սպասքեղենը։ Այնուամենայնիվ հետաքրքիր կլիներ որոշ մանրամասներ իմանալ դրանց մասին։ Ապա հրաշագեղ Դիլիջանի ճանապարհը, որի ոլորանները հաղթահարելով հայտնվում ես իսկական դրախտում։ Մեր հաղթող մասնակիցներից մեկի Կարապետ Ավետիսյանի լուսանկարների հերթն է։ Երկեղանակ պարտեզ, այսպես է անվանել իր լուսանկարը հեղինակը, իսկապես մի հատվածում կարծես գարուն լինի, մյուսում աշուն։ Կարապետը ֆիքսում է նաև ահազանգող կադրեր եւս, օրինակ այս հետիոտնային փակուղին։ Նա գրում է. երբևէ տեսել եք հետիոտնային անցում, որի երկու կողմերում էլ մայթեզրեր են։ Արդեն տեսանք Կարապետ։ Կարապետը անտարբեր չէ հետաքրքիր ցուցանակների հանդեպ եւս, մանավանդ երբ դրանք վերաբերում են կանանց իրավունքներին։ Ահա Վովան, ով միշտ հայտնվում է ավտովթարային իրավիճակներում, ներկայանում է այլ ֆոտոշարքով Մասիսն իր ողջ վեհությամբ եւ Կասկադը ամառային մի տաք օր։ Այդուհանդերձ ավտովթարային կադրերից չի լինում խուսափել լուսանկարի հեղինակը Սևակն է։ Վովան մեզ է ներկայացնում նաև համեղ կադրեր ավանդական դոլման։ Նա գրում է, որ իրենց արտասահմանցի հյուրերին այն շատ դուր եկավ։ Դե իհարկե դուր կգա Վովա։ Դե իսկ խորովածի մասին խոսելն ավելորդ է, այն հարկավոր է վայելել։ Ախորժաբեր ուտելիքներից անցում կատարենք տեսանյութերին։ Դրանցից առաջինի հեղինակը Ռազն է։ Նա նկարահանել է Պատարիկ օպերայի շրջակայքում կազմակերպված համերգից։ Շատ հետաքրքիր տեսանյութ է ներբեռնել Զարան, այն կոչվում է ինկուբատորում ծնվածները։ Հեղինակը գրում է, որ նկարել է Վալենսիա քաղաքում գտնվող Արքայազն Ֆելիպեի անվան գիտության թանգարանը, որի սրահներում տեղադրված է գիտության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ինտերակտիվ ցուցադրություն։ Թանգարանը հատկապես ուշագրավ է երեխաների համար։ Եվ Համլետի տեսանյութը Հելոուին կոչվող տոնի վերաբերյալ, թե ինչպես են այն տոնում մեր քաղաքի ակումբներից մեկում։ Ավարտվեց նախորդ շաբաթվա քո աչքերովի ամփոփումը, մեր հին մասնակիցները թող շարունակեն իրենց ակտիվությունը, իսկ նորերին ոգևորելու համար ասենք, որ ձեր ներբեռնած նյութերով դուք մասնակցում եք նաև մրցույթի, լավագույններն ամեն ամսվա վերջում պարգևատրվում են։